Զանգարել եմ, դուրս եմ եկել, ինչ-որ գործ ունեին ինձ հետ քննարկելու, գործը բերումով դե շատ է ստացվում, որ այդպես դուրս եմ գալի։ Մտածելով, որ հերթական ինչ-որ գործնական հանդիպում կլինի, այլ անծանոթ մարդկանց հետ, ոչ մի խնդիր չի եղել այսքան ժամանակ, դուրս եմ եկել, ենթարկվել եմ արձակման։ Երկու հոգի հնարավոր է եւ ավել, հետևից եմ հարվածքերը, ընկել եմ, էլ չգիտեմ, ասենք։ Չով ես կանգնել եմ ոտքի, իրանք նստել են մեքենան ու փախել են։ Ձեր կարծիքով սա կապված է ձեր քաղաքական գործունեության հետ։ Ամեն դեպքում թե ոստիկանությունը պարզ է, բայց իմ կարծիքով այո։ Հերթական հարձակումն է, արդեն շղթա է, ցույց է տալիս, որ իշխանությունները ծրագրեր են ահաբեկեն ժողովրդին, երևի Հայ ազգային կոնգրեսի եւ համակիրների միջոցով։ Այս անգամ էլ արդեն մարզային մեր կառույցի ղեկավարի վրա է հարձակումը։ Կամ տեղեկություններ, որ արդեն ձերբակալված են, որովհետև բաց համարից զանգել են եւ դուրս են հրավիրել մեր հրազդանի կառույցի ղեկավարին եւ դրանից հետո, չգիտեմ, փոխանակելով մի քանի բառ, սկսել են հարվածել եւ երկու շատ ուժգին հարված են հասցրել ետևից գլխին։ Կարծես թե այս գործով փորձ են անում կենցաղային ինչ-որ երանգներ հաղորդեն, չնայած ակնհայտ է, որ կառույցի ղեկավարը չի ճանաչել եւ որևէ առնչություն կապ չի ունեցել եւ ես կապում եմ դա միայն քաղաքական գործունեության հետ։ Այս միջադեպը կապված է քաղաքական գործունեության հետ եւ պահանջում ենք իշխանություններից, ոստիկանությունից, որ շուտապույտ գործը բացահայտվի եւ քանի որ պատշաճ հնարավորություն չկա այս հիվանդանոցում, տեղափոխեն հարմարավետ համապատասխան հիվանդանոցներ, որտեղ կարող են պատշաճ հետազոտություն անել, որպեսզի հետազոտեն, թե ինչ վիճակում է գտնվում մեր հրազդանի կառույցի ղեկավարը։ Այսինքն բռնությունների Երևանից կազմած թատրոնի տեղափոխեցին, բայց կարելի ասել, որ գործում են ավելի այսպես չգիտեմ, շատ մեծ։ Մենք կարող ենք ասենք, որ իշխանությունները բացարձակ կամ չեն վերահսկում իրավիճակը, բայց ես ավելի հակված եմ մտածել, որ սա ուղիղ հենց Սերժ Սարգսյանի ցուցումով է իրականացում։ Այլապես այլ բացատրություն չկա այն հանգամանքին, որ մասնավորապես երեկվա միջադեպը հարձակումը պարոն Մանուկյանի վրա չկա որևէ նորություն, չնայած ձայնագրվել է, տեսագրվել է եւ բավական հստակ կադրեր կան, որոնք հնարավորություն են տալիս այսօրվա սարքերին կամ այն համակարգչային տեխնիկային, որ ժամանակակից տիրապետում է ոստիկանությունը, շատ արագ բացահայտել այդ անձնավորությանը։ Մինչ օրս մենք չունենք որևէ տեղեկություններ եւ կարծում եմ հենց դա ցույց է տալիս, որ իշխանությունների կազմակերպվածն է եւ առաջիկա օրերին պարզ կլինի ինչ վարկագիծ մենք կտունենք, թե ինչ գնահատական իրենք կտանք։ Ինչ կոնկրետ Սերժ Սարգսյանը գործ համարում որովհետև կարծում եմ Հայաստանում նման կարգի ահաբեկչություն, նման կարգի ծրագրված հարձակումներ հնարավոր չի առանց բարձրագույն իշխանության տեղեկատվության։ Մեկ եւ երկրորդը այդ բոլոր հարձակումները շատ արագ կբացահայտվեն եւ հանրությունը տեղեկացված կլիներ պատճառների եւ կատարողների մասին։ Հիվանդի վիճակը բավարար է, հիվանդը ստաբիլ է։ Մնացած տեղեկությունների համար խնդրում եմ դիմել ոստիկանություն։ Ընկերը նշեց, որ ցնցում սա ջարդուկ ինչ կասել։ Ով նշեց։ Ընկերն ասաց, որ դուք նախնական ախտորոշման համարել։ Այսինքն դա գնում է որպես նախնական ախտորոշում։ Ոչ, դա գնում է որպես նախնական ախտորոշում, վերջնական ախտորոշում ընթացքում։
Սեպտեմբերի ամսին, որ այստեղ երակի հանդիպումներ, մենք մեգաֆոնով Արցախոսով իրազեկում ենք տալիս, ամբողջ գյուղերով եւ քաղաքով, ոչ միտեղ մեզ չեն խանգարել, մենք հասել ենք Լեռնանից գյուղ, հենց մուտքի մոտը ես այդ պայմանը այդտեղ չեմ եղել, մեր տղաները որ հաղորդագրություն են տալիս, գյուղապետն է կանգնացնում, գյուղի կենտրոնում որ ասում են, Աշոտը զանգում են, ասում են, որ կոնֆլիկտ է առաջացել, ես շուտ հասնում եմ կոնֆլիկտի տեղը։ Գյուղապետը ասում է, որ դուրս եկեք իմ տարածքից, սա իմ տարածքն է, առանց ինձի ոչ մեկ իրավունք չունի այստեղ մտնելու։ Ես ասեցի, սա իրազեկում է, դուք օրենքի, եթե մենք օրենք ենք խախտում, դուք կարող եք ոստիկանություն դիմել։ Մենք մեր իրազեկումը արեցինք եւ դուրս եկանք։ Դրանից հետո փաստորեն այդ գյուղապետը երևի, այսպես ասեմ, մանգլավիկները անդադ սկսել են անհանգստացնել Աշոտին։ Անհանգստացրել են, հետո վերջացը գրացել է 2 օրվա ընթացքում։ Մինչև այսօր բացարձակապես ոչ մի զանգ չի եղել, որևէ անհանգստություն չի եղել, եւ հանկարծ այսօր պարզվեց, որ եթե դա ռոմանն է, պարզվեց այսօր, որ զանգը իջացրել են, արդեն ոստիկանությունը այդպես հաղորդագրություն է տալիս, երևի այդ տղան արդեն այս քանի օր է կատարել, ինչ որ կատարում այդ շղթան եւ առիթից օգտվելով երանոցյալ լովայի ասածները, այն ասածները, որ պատրաստ էր ականջը կտրելու, ովքեր հայում են Սերժ Սարգսյանին, սրանք ոգևորվել են եւ այս շղթան եկա ասել հրազդան։ Վաղ կարող հասնի նոյեմբերյան, տարբեր տեղեր։ Ես կարծում եմ, որ այս բանդան, այսպես եմ ես արդեն ասում, շարունակություն է շղթայի, այստեղ արդեն իրենց այն փոքրերը շարունակում են։